Հարգելի հեռուստադիտողներ, Արարատյան Խոհանոցն է եթերում, ողջույն։ Բարևներս բոլոր մեր հեռուստադիտողներին։ Շատ շնորհակալ ենք եւ ուրախ, որ հետեւում եք մեր հաղորդումները։ Շատ շնորհակալ ենք, որ ձեր առաջարկներով, ձեր խորհուրդներով օգնում եք մեր հաղորդումներին։ Բարեկամներ, ուզում եմ հատկապես նշել մեր սփյուռքահայ բարեկամներին, ովքեր շատ ավելի ակտիվ են այս առումով եւ առիթը բաց չեն թողնում իրենց խորհուրդներով օգնած լինելու։ Բարեկամներ, շարունակում ենք ձեզ ներկայացնել ու տեսնել, որոնք կարծում եմ, որ ձեզ կօգնեն ամենօրյա փնտրտուքի մեջ եւ ինչու՞ չէ կօգնեն ձեր ընտանեկան կերակրացանկը ավելացնելուն։ Եվ այսպես հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա աշխատանքներում ինձ օգնելու է կամ ես օգնելու եմ մեր հյուրի հետ, իսկ մեր հյուրն է Աբովյանը ներկայացնող սկսնակ խոհարար Բագրատ Ավագիմյանը։ Ողջույն Բագրատ։ Ողջույն։ Ինչպե՞ս ես։ Լավ, դուք։ Լավ, տրամադրությունդ բարձր է։ Այո։ Դա արդեն գործի կեսն է։ Ինչ ենք պատրաստելու Բագրատ։ Այսօր պատրաստելու ենք մի հետաքրքիր ուտեստ։ Միսը շոկոլադի սոուսի տակ։ Միսը շոկոլադե սոուսի տակ։ Շատ լավ։ Ինչ միս ենք ընտրել եւ ինչ մթերքներ պիտի օգտագործենք։ Ընտրել ենք հորթի փափուկ միս, 1 կտորով, կաթի սերուցք, շոկոլադ, ձեթ, այո, եւ համեմունքներ եւ կիսաքաղցր գինի։ Կիսաքաղցր գինի։ Եվ սխտոր մի քիչ։ Լավ, սկսենք ինչով պիտի օգնեմ ես քեզ։ Սկսենք միսը տապակելուց, ավելացնենք մի քիչ ձեթ։ Եվ իջեցնենք մեր միսը։ Միսը նախորոք համեմված է։ Հիմա կհամեմենք միսը աղով, սև բիբարով, մի քիչ կան, թե դժվար չի, եւ ուրցով։ Եվ չորացված ուրց։ Քանի որ ուրցը մսի հետ շատ լավ Լավ է համադրությունը։ Այո, համ է տալիս։ Այսպես։ Բայց քանի որ դու տապակը սավեցնում ես, դա արդեն լավ չէ։ Իջեցնենք միսը։ Տապակում ենք այնքան, մինչև մեջը ոչ շատ տապակենք, ոչ էլ շատ հում թողնենք։ Մեջը մի քիչ այսպես կարմիր մնա։ Կարմիր մնա։ Կտրելուց կարմիր մնա։ Ես ինչ պիտի անեմ, կարող ես։ Դուք սխտորը մանրացրեք, մինչ կտապակվի միսը, մենք կպատրաստենք, միսը կվերցնենք կրակից, կպատրաստենք սոուսը։ Շատ լավ։ Այո։ Սոուսը կպատրաստենք նույն թավայի մեջ, որտեղ տապակեցինք միսը, որպեսզի համ մսի, համ զգացվի, համ էլ շոկոլադի։ Այո, այո։ Ինչ է հարկավոր։ Միսը մի քիչ կեղևապատվեց։ Հիմա ինչ պիտի անենք։ Սպասենք եւս 2 րոպե եւ միսը մատուցվող ամանի մեջ կդեղավորենք։ Մատուցվող արդեն։ Այո, որպեսզի սոուսով վրան լցնենք։ Պարզ։ Իսկ միսը ինքը սոուսի մեջ չի տապակվելու։ Ոչ։ Մատուցող ափսեի մեջ տեղափոխենք միսը։ Այսպես։ Ավելացնենք այստեղ սխտորը։ Ավելացնենք։ Գինին մի քիչ։ Ավելացնենք գինին։ Մի քանի րոպե թողենք, որպեսզի կորչի ալկոհոլը։ Ցնդվի ալկոհոլը։ Դա մեզանից կպահանջի 2-ից 3 րոպե։ Լավ, 2-3 րոպե սպասենք, որպեսզի ալկոհոլը ցնդի։ Բայց այդպիսի բան կանեն գինու հետ, ալկոհոլը ցնդեսնեն։ Հա, ոչ չնան, մի քիչ է։ Հա։ Հետո շոկոլադն ենք գցելու, հետո էսի կատնասերը, հա։ Հետո մի քիչ սև բիբար, մի քիչ աղ, ու всё։ Ու վերջ։ Շատ լավ, մի 2-3 րոպե սպասենք եւ հետագա գործողությունները միասին կկատարենք։ Բագրատ ջան, սպիրտը ցնդվեց։ Այո, հիմա կավելացնենք շոկոլադը։ Սպիրտը ցնդվեց։
ափսոս։ Շոկոլադը կավելացնենք, սա շատ է։ Ժամանակակից մարդիկ սպիրտը ցնդեցնում են, շոկոլադից օգտվում։ Հետո ասում են գենդերային, չգիտեմ ինչ, հա։ Կարող է շոկոլադից է։ Կարող է, իշկա որ։ Շոկոլադը ավելացնենք նաև սերուցքը, Կաթնասեր ավելացնենք։ խառնելով, որպեսզի չցնդի։ Սերուցքը ավելացրինք։ Թողնենք մի 2 րոպե, որպեսզի համերը խառնվեն եւ մատուցենք մեր մսի հետ։ Այսպես, սերուսկը խառնեցինք, բարեկամներ, մինչ կպատրաստվի սոուսը, ես եւս մեկ անգամ հիշեցնեմ, տապակեցինք հորթի միս, այնուհետև սխտոր եւ Նույն թավայի մեջ ավելացրինք։ Այո, նույն տապակի մեջ ավելացրինք կիսաքաղցրգինի, սխտոր, թողեցինք, որ եռա ալկոհոլը ցնդի, ավելացրինք շոկոլադը, այո, եւ սերուցքը։ Եվ մի քիչ արդեն պիտի համեմենք, այո, մի քիչ սև պղպեղ կանենք եւ աղ եւ սոուսը պատրաստ։ Այո։ Մենք այսօր պատրաստում ենք միս սոուսով, հորթի փափկամիս։ Շատ համերը չխառնենք, քիչ համեմենք։ Եվ այսպես սոուսը պատրաստ է։ Մեզ հարկավոր է լինելու գտալ։ Այո։ Այստեղ։ Եվ կլցնենք մեր սոուսը մսի վրա։ Այսպիսի շտրիխներ կանենք, սա էլ մեր նկարչությունը։ Լավ, շատ լավ։ Ես ուզում եմ, որ դու ինքդ, եթե առաջարկ ունես, եթե խորհուրդ ունես մեր հեռուստադիտողներին, կարող ես, խնդրեմ։ Հեռուստադիտողներին խորհուրդ կտամ, մեկ-մեկ օգտվեն այսպիսի ուտեստներից։ Ահա։ Դա էլ է ինչ-որտեղ օգտակար ավանդականի պես։ Շատ լավ։ Հարգելի հեռուստադիտողներ, ինչպես նշեց Բագրատը, շատ մեկ-մեկ օգտվեք այսպիսի սննդից։ Ձեր անունից եւս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել Բագրատին, ցանկանանք, որ ինքը այսպես մեկ-մեկ հայկական ավանդական ուտեստներից շեղվի եւ պատրաստի այլ ուտեստներ։ Սա նույնպես պիտի համարել, որ զարգանում է նաեւ մեր խոհանոցը։ Շնորհակալություն Բագրատ, ապրես դուք։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ ուտեստը հիմնական ուտեստ է, մատուցում է 65-70 աստիճան ջերմաստիճանով եւ պետք է ճաշակել առաջի կամ երկրորդ ընթրիքին եւ ճաշակել կարմիր անապակ գինով։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա համար պատրաստել ենք այսքանը։ Ես ուզում եմ, որ մենք միշտ լինենք միասին, այդ միասին լինելը ինքնանպատակ չէ, բոլոր հանդիպումները թող լինեն նպաստավոր մեր առողջությանը եւ մեր հաջողություններին։ Ազգ սիրենք ու հայրենիք եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ստեսյուն բարեկամ։ Շոկոլադապատ միս, թավարի միս 200 գրամ, դառը շոկոլադ 200 գրամ, սերուցք 150 գրամ, ձեթ 20 գրամ, սխտոր 1 բջեղ, կիսաքաղցրգինի 100 մգ, աղ, սև պղպեղ, բարեխորշակ։